Հայկական մշակույթը դարերի պատմություն ունի։ Մշակույթի կարևորագույն մասն են կազմում տարազները։ Տարազ բառը նշանակում է էթնիկ հագուստ։ Մեր տարազները տեղաբաշխված են ըստ տարածաշրջանների։ Ամեն տարածաշրջան ունի իրեն բնորոշ գույները, տարազի մաս կազմող դետալների քանակը, ձևը, նախշազարդման առանձնահատկությունները։ Նույնիսկ ամեն տարածաշրջան ունի իր ուրույն ասեղնագործությունը։ Այսպես օրինակ, Սյունիք արցախյան տարազախմբին հատուկ են կարմիր և կանաչ գույները։ Այն իր մեջ ասեղնագործություն գրեթե չի ներառում։ Բուն հագուստը կարմիր գույն է, չուխան կանաչ։ Կարինի տարազախումբը կապույտի և կարմիրի համադրություն է։ Բուն հագուստը կապույտ գույն է, սպիտակ սրտանոցով։ Վրայից կարմիր գոգնոց, գոգնոցի երկու ծայրերում ունենք բուտայի, կամ հիմա ավելի տարածված է նշանախշ անվանումը։ Կարինի տարազն առանձնանում է գլխազարդի իր ձևով և տեսքով։ Այն ժանեկագործ ծաղիկներից է պատրաստված և կոչվում է վարդ թանթանա։ Տարազային համալիրների մեջ միայն վարդ թանթանայով կարելի է արագ հասկանալ, որ կարինի տարազի հետ գործ ունենք։ Վասպուրականի տարազի գույները ավելի դարչնագույնի երանգներով են, զոլավոր վերնահագուստով և գորգանախշով, երկրաչափական պատկերներով, համամիավոր գոգնոցով։ Գտնվելով քաղաքակրթական խաչմերուկում, մեր մշակույթը ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների։ Փոխառությունների շնորհիվ և պատճառով մշակույթների մեջ այսօր բազմապիսի նմանություններ կարող ենք գտնել, որի պատճառով հաճախ թյուր ըմբռնում կա հայոց մշակույթի իսկության շրջանակներում։ Այս ամենից բնականաբար ագահաբար օգտվում են թշնամի երկրները, մասնավորապես Թուրքիան։ Այնտեղ արտադրվում են և Հայաստան ներմուծվում աղավաղված հայկական զարդանախշերով գործվածքներ, որոնք մշակույթից քիչ հեռու գտնվող մարդկանց շրջանում ընդունվում են իբրև բուն հայկական։ Հայկական գործվածքների, կարպետների տարբերակման գլխավոր ցուցիչը տրամաբանական կապն է զարդանախշերի միջև։ Այժմ Հայաստանում չեն արտադրվում հայկական զարդանախշերով գործվածքներ, միայն տպագրվում են։ Թուրքիայի կողմից հայկական աղավաղված զարդանախշերով գործվածքների արտադրությունը ուղիղ համեմատական է հայկական մշակույթի աղավաղման հետ և հակված է սերունդներին կտրել մաքրամաքրուր հայոց մշակույթից։ Սա կոչվում է թշնամու կողմից կիրառվող փափուկ զենք։ Բացի մշակույթի աղավաղումից, Հայաստան են ներկրվում ահռելի քանակությամբ գործվածքներ, որոնք մեծ ֆինանսական առաջընթաց են ապահովում Թուրքիային։ Հատկանշական է, որ նմանօրինակ գործվածքները կիրառվում են թուրքերի և ադրբեջանցիների կողմից։ Նրանք այն անվանում են իրենց մշակույթի բաղկացուցիչ մաս։ Զարդանախշերը, հատկապես գորգանախշերը, որոնց հիմքում ընկած են երկրաչափական գծապատկերները, ունեն համամարտկային նշանակություն և չի կարելի դրանք բացարձակ հայկական անվանել։ Հայկական են դառնում գործածման բովանդակությամբ և գունային համապատասխանությամբ։ Թուրքական արտադրողները այդ գործվածքներում կիրառել են հատկապես այդ զարդանախշերը, որպեսզի ապացուցելը դրանց հայկականության մեջ դառնա գրեթե անհնարին։ Որպեսզի չընկնենք թուրք արտադրողների թակարդը, օգտվում ենք և կիրառում բացարձակապես մեր էթնոսին հատուկ գունակառուցվածքային զարդանախշեր։ Հաջորդիվ կներկայացնենք հայկական զարդանախշերի բովանդակությունը և դասակարգումը։